10 տարի առաջ այս օրերին առաջնագծից եկող լուրերը մի քանի ժամում փոխեցին կյանքի բնականոն ընթացքը։ Արցախում մարտերը սկսվեցին առաջնագծի ամբողջ երկայնքով եւ ժամերի ընթացքում խլեցին տասնյակ կյանքեր ու վերաձևեցին հազարավոր մարդկանց ճակատագրեր։ Խունկի ծուխը, թարմ ծաղիկների բույրը, պատել էր եռաբլուրը։ Զինվորական Պանթեոնում հերոսների ծնողներն էին, ծանոթ ու անծանոթ, սրտացավ մարդիկ։ Պանթեոնում հավաքվածների շրջանում առանձնանում էին փոքրիկները։ Նրանք հերոսների անվանակիցներն են, որոնք այսօր հյուր էին եկել տղաներին։ Փոքրիկների ներկայությունը վկայում է 10 տարի անց հերոսների պատմությունները ոչ թե ավարտվել ու մոռացվել են, այլ ապրում են ու շարունակվում։ Ես ունեմ թոռնիկ Ադամ անունով եւ նաեւ շատ Ադամներ են անվանակոչվելի պատիվ Ադամի։ Ես համարում եմ, որ նրանք նաեւ իմ թոռնիկներն են եւ օրը ամեն օր գրեթե օր չկա, որ ես չլսեմ, որ որևէ մեկը, որ ի պատիվ Ադամի իր երեխային անվանակոչել է աշխարհի տարբեր ծայրերում, աշխարհի տարբեր անկյուններում։ Դա ինձ իհարկե սփոփում է եւ իդեպ ես նրանց մեջ գտնում եմ նաև Ադամին։ Ադամի համար առաջնագիծն ու սեփական դիրքը սրբություն էին։ Մայրը պատմում է, նույնիսկ հանգստի ժամանակ որդին շտապում էր վերադառնալ ծառայության։ Նա իր ձեռքով էր ամրացրել ու կահավորել դիրքը։ Ծառայակիցների հիշողություններում Ադամի հիմնած դիրքն առանձնանում էր իր հարմարավետությամբ ու այն ամրությամբ, որը բնորոշ էր Ադամին։ Կարծես շտապում էր։ Իրեն թվում էր ինչ-որ մի բան չնայած չէր ուշանում, բայց ինքը շատ շտապում էր։ Այն ինչ որ ինքը հասկացել էր, ինչ է հողը, ինչ է իսկական ծառայությունը, չէ որ ինքը հնարավորություն ուներ չբարձրանալ դիրքեր։ Նրան վաղուց նշանակել էին սերժանտ նորակոչիկների մոտ, որպեսզի նորակոչիկներին սովորեցնի զինվորական գործը։ Եվ ամենավճռական պահին նա ընտրեց դժվարին ճանապարհը եւ որպես ջահակիր հերոս, ինչպես տարիներ առաջ գրել էին իրեն ուղված նամակում, առաջնորդեց իր հերոս ջոկատի տղաներին։ Տիկին Անահիտը, հերոս Գրիգոր Հարությունյանի մայրը, 10 տարի անց էլ դեռ ամեն օր, ամեն ժամ սպասում է որդուն։ Հիշում է, վերջին զանգը մարտի 30-ին էր, աչքը ճանապարհին էր, մորն էր սպասում։ Պետք է այցելեին զինվորին, բայց չհասցրին։ Մեկի գիշերը մինչև 2-ի լույս առավոտը, գիշերվա ժամը 3-ից ես տարբեր երազներ եմ տեսել, վեր եմ թռել, ցավ եմ զգացել սրտի, որդուս ձայնն եմ լսել, միանգամից վեր եմ թռել, օգնության կանչեր ինքը կանչում, ու հետո տենց նռնակների ձայն եմ լսել անընդհատ, մինչև լուսաբաց ժամը 6-ին։ 6-ից հետո կողքի սենյակից որդուս ձայնը լսեցի, որ իմ հարևանու հետ էր խոսում, որ ինքը գտնվում էր Ղարաբաղում։ Այն լսեցի, որ տղաս ասեց, խնդրում եմ մամա ինչ ասես։ Արդեն 10 տարի է մայրը պահում է Արցախից բերած իրերն ու 3 չկրակված փամփուշտները։ Որդու վերջին մարտի եւ չիրականացված երազանքների լուռ վկաները։ Դրանք մասունքի պես ընդհատված կյանքի ամենաթանկ նշխարներն են, որոնք ամեն օր հիշեցնում են հերոսի ներկայության մասին։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։